կլինի Գևորգի Գյուրջիևի հայկական ինքնությունը։ And just shortly after Melik Sargsyan is from Gyumri, from the Gurdjieff Armenian Center. Բարեցես հարգելի բարեկամներ, ինչ եմ ասում բարեկամներ, neighbors, մտերիմներ, որովհետև Գյուրջիևը բոլորին դիմում էր հենց այդպիսի մտերմությամբ, neighbor. You are welcome to Armenia and tomorrow to Gyumri. Because it's very important. Oh, sorry. You are welcome to Armenia and tomorrow to Gyumri. Ես ուզում եմ ասել Գյուրջիևի մի շատ կարևոր միտք, որ համոզված եմ իմ ելույթից հետո անպայման կլինի. The question is the life of the work. Իմ ելույթի մեջ ուրեմն կլինեն եւ տարբեր ելույթ ունեցողների հարցերի քննարկումներ եւ ոչ միայն դուք հարց կտաք, այլ երևի ես ձեզ հետ միասին մի քանի հարցեր պատասխանենք, որովհետեւ իմ թեման է Գյուրջիևի հայկական ինքնությունը։ Կփորձեմ ձեզ ներկայացնել Գյուրջիևի հայրենիքի իր ծննդավայրի Ալեքսանդրապոլի Գյումրիի մասին։ Հասկանալի է, տեսնում եք ինչպես բիբլիական Հայաստանում ենք, բայց այստեղ մի նկար կա, որը երևում է տիեզերքից Հայաստանը, բայց իմիջիալոց այդ տիեզերքից դեպի վերևել Գյումրիում հնագիտական վայր կա, որտեղից կապ են հաստատում տիեզերքի հետ, եւ դա Շիրակ աշխարհն է, այնտեղ որտեղ ծնվել է Գյուրջիևը։ Այս մատն է Գյուրջիևը գիտեք, եւ այսպիսի անորոշում տվեցինք հանճարները չունեն հայրենիք, ունեն ծննդավայր։ Նա մեծություն է, նա համաշխարհային դեմք է, բայց շատ կարևոր է, որ ունի իր ծննդավայր քաղաքը։ Այստեղ ես ներկայացրել եմ, դուք կարող եք կարդալ, անգլերենով գիտեք, հայտնի ուրեմն մոդեցումներն են Գյուրջիևի մասին, ինչպես աշխարհում հայտնի անձնավորություն է, բայց մեզ համար գյումրեցիներից հայերից շատ հետաքրքիր, ես հիմա կարող եմ ասել 30 տարի առաջ, որ ոչինչ չգիտենք, եւ ես համար հարց առաջացավ, թե աշխարհում բոլորը ծանոթ են Գյուրջիևին, բայց ու Հայաստանում ցավոք սրտի շատ քիչ է տարածված նրա անունը, կամ եթե կա անունը, ապա ինֆորմացիա եւ գիտական կամ կենսագրական տվյալները բացակայում են։ Մենք փորձեցինք այդ բարձը լրացնել եւ հիմա ձեր տադին կհանձնեմ, ինչքանով դա մեզ հաջողվել է, որովհետեւ Գյուրջիևի գիտեք առաջի բացահայտումներից մեկը եւ անիում մասնակցեց ուրեմն հնագիտական ուրեմն պեղումների, այնտեղից գիտեք Սալմունյան եղբայրության հնագույն ձեռագրերը հայտնաբերվեցին։ Եթե ինչ է Սալմունյան եղբայրությունը դուք ավելի լավ գիտեք, բայց շատ կարևոր մի հանգամանք կա, ինչպես Պողոսյանի հետ իր ընկերոջ ոգևորվել էին այդ ձեռագիրը կարդալուց, բայց բանից պարզվում է, որ ինչքան Գյուրջիևը հայերեն լավ գիտեր, բայց այդ ձեռագիրը գրված էր հին հայերենով գրաբար, որը ցավոք սրտի Գյուրջիևը չգիտե, իհարկե հետագայում Ալեքսանդրապոլում մասնագետները կարողացան երևի նրան օգնել եւ ասել եւ այստեղ դեր ուշադրության եմ հրավիրում գրքի մեջ հայտնաբերված մագաղաթների մեջ, այսպես ասած, կար մի գիրք, որ ինչպես ինքն է նշում, կոչվել է Մերկ հավատ։ Ուրեմն բնական հայերենով ես որպես հայ հասկացանք ռի իմաստը, այսինքն մերկ մակուր հավատայ, այստեղ Թուրքի տարի էկրանի վրա մակուր հավատ այդ բառով է բացատրվել հայտնաբերված ուրեմն գիրքը։ Այնուհետև տեսնում եք այստեղ ինչպես շատ կարևոր է Գյուրջիևի գործունեությունը Ալեքսանդրապոլում, ես հիմնականում կանդրադառնամ Հայաստանում ապրած իր հատվածի վերաբերյալ, որը ավելի ցավոք սրտի քիչ լուսաբանված մեկնաբանված եղել, տեսնում եք ինչպես իր Stickers of the Truth ընկերությունը ստեղծեց, գնաց աշխարհով մեկ հատկապես արևմտյան Հայաստանում ման եկավ, հայտնաբերեց եւ
այստեղ շատ կարևոր հանգամանք կա, որ այս ամբողջ փնտրտուքների մեջ իշքան Գյուրջիևը խորացել է թաքնագիտության մեջ, սա շատ գեղեցիկ հայերեն բառ է, իր վրա մեծ ազդեցություն է ունեցել այս փնտրտուքի մեջ, գիտեք, արդեն այս մասին խոսվեց, նրա հայրը Աշուղ Ադաշը եւ նրա մորական ծագումով, այսպես ասած, տատիկը, որի ազդեցությունը, որի գիտելիքները եւ ընդհանրապես ամբողջ հայկական Ալեքսանդրապոլի հոգեվոր մշակութային ավանդույթները շատ մեծ ազդեցություն ունեցան Գյուրջիևի հոգեվոր մշակութային մտածողության, փիլիսոփայության ձևավորման վրա։ Իհարկե մենք գիտենք դուք իկները, թե ինչպես նա շարունակեց, գնաց աշխարհով մեկ, հասավ մինչև Շամբալա, գիտեք ինստիտուտ, մարդու ներդաշնման զարգացման ինստիտուտ, բայց հիմա ամենակարևոր խնդիրների մեջ ես կուղեկցեմ, թե այս մեծությունը իսկապես Գյումրիում որտեղ է ծնվել, երբ է ծնվել եւ որտեղ սրանք շատ կարևոր փաստաթղթեր եւ տեղեկություններ են։ Տեսեք հարցեր, տարբեր գրականության մեջ թե երբ է ծնվել Գյուրջիևը, տեսնում եք էնցիկլոպեդիա 20-րդ դարի միստիկները մի տեղ նշված է 1873, մեկ ուրիշտեղ բրիտանիկան էնցիկլոպեդիայում 72, 77, տարբեր ուրեմն մեկնաբանություններ, ինֆորմացիաներ, որոնք ես հիմա կարող եմ ասել որպես պատմական, իմ հետազոտություններով լիարժեք չեն ներկայացրել կամ ընդհանրապես հեռու են իրականությունից։ Ինչու, որովհետև այս փաստաթղթերը ինձ առաջին անգամ համարյա 30 տարի առաջ առաջինը Հայաստանի պետական արխիվներում գտա այն փաստաթղթերը, որոնք հիմա ցես կներկայացնեմ, որը բացահայտում է ամբողջ Գյուրջիևի ծննդյան հայկական իրականության մեջ իր հայտնվելու առեղծվածները։ Ուրեմն ինչու եմ սա ասում, որովհետև ես որպես Գյուրջիևագետ երբ սկսեցի ուսումնասիրել, հանդիպեցի, կարող եմ ասել, տարօրինակ ուրեմն մեկնաբանություններ Գյուրջիևի կյանքի գործունեության վերաբերյալ, բայց տեսա որ շատ մարդիկ են հետաքրքրում, այնպիսին ինչպեսին երևի ճանաչում է Վոլտեր Դրիսկոլն է։ Ինչպես նաև մեկ ուրիշ ուրեմն պատմական ուրեմն Վիլյամ Պատրիկ Պատերսոնը, հիմա տեսեք իրենց մեկնաբանությունները եւ երևի դուք եք զարմանալ, ասենք թե հարգարժան Վոլտեր Դրիսկոլը ինչ ասում է Գյուրջիևը ծնվել է Կասպից ծովի եւ Հունաստանի միջև։ Հասկանում եք, ուրեմն աշխարհագրության մեջ այդպիսի հասկացողություններ կեղծագրության չի կարող լինել ինչ առումով եւ մենք որպես քիչ առաջ խոսեցինք գումրեցու հումորի վերաբերյալ, ես իրան նամակ գրի, մեր բարբառային առումով ասենք մի քիչ լեմբերնեշ, գրել Spanish and China, որբեսի ինչու եմ սա ասում, հարգելիներս, որտեղ ինքը Գյուրջիևը իր կեսագրության մեջ ասում է I was born in Armenia, Ալեքսանդրապոլ իր թաղամասը, այսպիսի բան գրելը գիտեք հարիր չէ, Գյուրջիևի հիշադակի եւ իր նշած կեսագրական տվյալների վերաբերյալ։ Հաջորդը դու այնտեղ տեսակ չեմ ուզում մեկնաբանել Պիտեր Պատերսոնի ուրեմն մեկնությունը նույն ծևի, որ իբր տեսեք Գյուրջիևը ծնվել է կարծամ Փուկասյան լոգը between Christian Orthodox Russia, Islamic Turkey, Iraq and Persia, ուր Հայաստանը։ Ինչու այս հարցը շատ է գրում, ինչու եթե իր վերքի մեջ գրված չլինի Հայաստան, Ալեքսանդրապոլ կամ մանրամասները եւ այս փաստաթղթերը իրենք են խոսում դրա մասին, ոչ թե մեկնաբանությունը։ Խնդրեմ առաջի փաստաթուղթը արխիվային շատ կարևոր գտանք այսպես կոչված պասիմեյնի սպիսակ, ընտանեկան ցուցակ, ուրեմն Իվան Իվանովիչ Գյուրջիև, այդ տեսեք առաջին անգամ այսպիսի ազգանունով դուք կտեսնեք մարդ գրած է ժիտելը կորեդա Ալեքսանդրոպոլը Ալեքսանդրոպոլ քաղաքի բնակիչ եւ այստեղ շատ մի կարևոր ափսոս է սպանը չաշխատու ցույցտամ ես կդա միջև ունեի Ալեքսանդրապոլի հիմքարդեզը
այ մեր ընկերները նշեցին, որ իրենք ապրել են հունական թաղամասում եւ ընդհանրապես Գյումրիի 5 հարկերին նայում ես, այ մասնագետը խոսել են, ամբողջը քառակուսի այդ կվարտալներ ասածի վրա համարակալություններ կար։ Իսկ հետաքրքրեց թե սա ինչ է նշանակում, բայց երբ քարտեզը համադրեցի, որպես պատմաբան հիմա շատ բանցես այդ համադրության մեջ ճիշտ կդամ։ Այս էկրանի վրա տեսած ներեգուցնող ստիպար մոդենամ։ Այս տիպը տեսնում է գրած է quartal number 35։ Ես ամիջապես պատկերացրի արխիվում որ գտնվում է էմոցիոնալ բաղավել եմ, այսպես Էվրիկա գտա։ Շատ մարդիկ լույս մտածեցին թե այս մարդուն ինչ եղավ, այսինքն ինչ հասկացա այդ քարտեզով, որտեղ է Գյուրջևենց տունը, այսինքն համար քարտեզով 35 թաղամասում, որովհետև ես Greek Quarter-ը հունական թաղամասը գիտեի, բայց գիտեք շատ կարևոր էր թե այդ թաղամասի որ հատվածում է, վաղը ես ես կուղեկցեմ այդ թաղամասը գտեսնեք եւ կամոզվեք որ գիտեք եթե գիտես թաղամասը, բայց կարևոր է նաեւ տունը գտնել եւ ահա հաջորդ արխիվային, այստեղ շատ կարևոր բաներ կա, ուզում եմ ձեզ ներկայացնել, տեսեք Գյուրջևների ընտանիքն է շատ արխիվային փաստաթղթում։ Խնդրեմ, Գեորգի Իվանովիչը նշած 1847 մայրը Ժենան, այսինքն հոր Իվանի Եվա Գեորգի առաջին անգամ արխիվային փաստաթղթերով երևում է Գյուրջևի ծննդյան թիվը։ Ճիշտ է, սխալ է ընդունում եք, չեք ընդունում, բայց սա փաստաթուղթ է։ Սա լուրջ ուրեմն գիտական արխիվային ուրեմն ճշգրտում է եւ իհարկե նաեւ երկրորդ մասը եւ այստեղ շատ հետաքրքիր մի հարց եմ ուզում ձեզ տալ, տեսնում եք չէ, տղամարդկանց Գեորգի Իվանովիչի հոր դեմը գրած է ծննդյան թիվը, Գեորգի դեմը գրած է 1880, եղբոր դեմը գրած է ծննդյան թիվը, բայց Եվայի մոր եւ քրոջ Սոֆիայի ծննդյան թիվ չկա։ Ես ուզում եմ ձեզ հարց տալ, գիտեմ որ ինձ շատ եք հարց տալու, ինչու՞։ Սա ինչ բան է, ինչպես կարելի է սա մեկնաբանել։ Լավ, ես հարցի իմ պատասխանը տամ, գյումրեցիները իմ շատ ռուշան է, կանանց ընդունում են որպես հրեշտակներ։ Նրանք որ ծնվում են եւ հավիտյան կյանք ունեն։ Այսինքն ծննդյան թիվ գրել պետք չի, հասկանալի է։ Դրա համար է Գյուրջևը կանանց շատ է սիրել, ես գիտեմ, այո, շատ ճիշտ եք ծիծաղում, այսինքն ոչ թե կանանց շատ է սիրել, թարգմանությունը չգիտեմ ինչպես կանեք, այլ շատ կանանց է սիրել, այլ հրեշտակային թևերը իր կյանքում ունենալու համար։ Դա գյումրեցիների հատուկ բնավորություն է։ Այո, գնացինք առաջ։ Այդ տեսեք Greek Quarter իր քրտի մեջ նշած է իրականություն է։ Շնորհակալություն։ Անցանք առաջ։ Այս փաստաթղթում որտեղ կարող եք վիճարկել մետրիկա կոչված ուրեմն տվյալների մեջ կարող են լինել տարբերություններ թվայի, բայց որ մեր ընկերներն նշեցին, որ Գյուրջևների ընտանիքը 1887 թվականի ռուս 77-78 թվականների պատերազմից հետո են եկել Հայաստան, Գյուրջևը այդ ժամանակ կարող էր ծնված լինել։ Թե չէ ներեգություն խեղճ Գյուրջևի մորը շատ են տանջել, տեսեք որ գրել են թե ուրեմն ծնվել է 73-ին, չի հաջողվել 77-ին, հետո 72-ին, հասկանում եք, սա մի տեսակ ճիշտ մոդեցում չէ, դրա համար եւ շատ կարեւոր արխիվային փաստաթուղթ։ Տեսեք, այստեղ եղավ կարծիքներ Գյուրջևի ազգային ծագման վերաբերյալ։ Այս փաստաթղթում ես կխնդրեմ չշտաբել, որտեղ երկու տեսակի փաստաթուղթ կա։ Տեսնում եք, դրանց է nationality, nationalist, weak, այս վերևի հատվածում, religion, վերաիսպավիդание, այսինքն հավատամքը, հավատը, pravoslavie, ortodoks, եւ ընտանեկան վիճակը միշտին, այսինքն քաղաքային քաղաքացի բնակիչ ընդունում ենք լիարժեք կերպով հասկանալի է այս արխիվային փաստաթուղթը
Եվ այս սրա վրա ավելանում է, որ Գյուրջիև ասում է մեր ընտանիքը came of Greek family, ընտանեկան հունական ծագում ունի, գիտեք, Բյուզանդիայի այդ կողմերից, որ եկել է, այսպես ասած, հետապնդումներից թուրքերի կողմից Կոստանդնուպոլիսից եւ այլ։ Եվ շատ կարևոր է այստեղ տեսեք այս հարցի վերաբերել Ուսպենսկու գրքի մի հատվածը, որ նա նշում է թե ինչպես որ հանդիպել է իրանց ընտանիքում հորը եւ մորը, եւ լսել է երբ ինք Գյուրջիև հրավիրել Ուսպենսկում, խնդրում եմ ուշադրություն դարձրեք վերջի հատվածին, ասում է տեսեք դրան small Asian Greeks, փոքր ասիական ծագում ունեցող հույներ են, այստեղ ես հետո կասեմ շատ կարևոր սա մեկնություն է, բայց շատ էմոցիոնալ է նաև, որ ասում է, տեսեք, like residents of Alexandropol spoke Armenians. Հասկանում եք, շատ հետաքրքիր է, բոլորս ասում ենք հունական ծագում հույն, բայց բոլորը, ես իմ բարեկամներով գիտեմ, հիմա եք ասեմ, no, it's terrible. Ինձ թվում է ժողովուրդը ինձ թույլ կտա 5 րոպե ճաշից հետացկել, որտեղ ես շատ կարևոր բաներ ուզեմ, այլապես ես կդադարեցնեմ եւ չի լինի, չէ, ներողություն, հա։ Մի խոսքով, խոսել են հայերեն, միջև հիմա հունական ընտանիքները, ինչու գնացինք առաջ։ Հաջորդ արխիվային փաստաթուղթը, տեսեք համեմատում ես, նա հունական ծագման մասին էր խոսում, այստեղ տեսեք էլի նույն ծևի արխիվային գրած է ուրեմն nationality Արմինին, հայ, վեր այս պավիդանի, այսինքն կրոնականը գրիկո-արմյանսկ է, գրիգորյան հայկական religion եւ նորից էլի ծագումը։ Այստեղ շատ կարևոր է, խնդրում եմ ուշադրություն դարձնել ներքևը, որ իսկապես Գյուրջիևի հայրը որպես փոքր ասիական ծագում ունեցող հունական ընտանիք, այսպես ասած Գեորգիադես կամ Գեորգիադես անվանման կրողներ, երբ եկել են Հայաստան 1277 թվականի պատերազմից հետո, այնտեղ ստիպված են եղել վերցնել Գյուրջի այդ հնչյունաբանությամբ ազնագրային լրացված տվյալը, պարզապես անվտանգությունից ելնելով, շատ մի քիչ ավելի խորն է հարցը, դրա համար երբ որ բերել են Հայաստան համապատասխան էմիգրացիոն, ինչպես ծառայություններին այդ անցումային փաստաթուղթը ներկայացրել են, դրա համար իրենց ազգանունի այդ Գյուրջի նախաբանն է կբել, հասկանում եք, դա իսկական հունական, բայց շատ կարևոր հանգամանք, որ ասեցի հայկական բանով, խնդրում եմ ուշադրություն դարձնել, սա իմ գտած լուրջ ուսումնասիրությունն է, որտեղ իսկապես նրանք որպես փոքր ասիական հունական ծագում ունեցող, նրանք քաղաքեդոնական օրթոդոքս հայերն են։ Հասկանում եք Գյուրջիևների, Մերկուրովների, Ալեքսանդրապոլում ապրող բոլոր կամ հունական ծագում ունեցող մարդիկ, նրանք հայկական ուրեմն նախնիների կողմից դեպի Բյուզանդիա, Կիլիկիա կամ Կապադովկիա գաղթած հայերն են, որոնք ընդունել են օրթոդոքս ուղղափառ կրոն։ Այսպիսի երևույթ Հայաստանում շատ կա։ Ֆրանկները, մենք որ ասում ենք նոր ասեցին, կաթոլիկներ են, հայ չեն կաթոլիկները։ Համշենը հայերն ինչ են։ Հայ են, ցավոք սրտի, որ պատմական ընդունել են մուսուլմանությունը։ Այդպես ուրեմն փոքր ասիական ծագում ունեցող Կապադովկիայից գաղթած շատ հայեր, դրանք հունատավան ուրեմն ծագում ունեցող օրթոդոքս ուղղափառ կրոնի դավանողներ են, այսինքն հայ են իրանք ծագումով, կրոնական դավանանքն է բնական եղել տարբեր, եւ շատ կարևոր մի տերմին կա, որը հիմա էլ է տարածված, ուզում եմ ասել, դա Նիկողայոս Մարի կողմից ուսումնասիրություններ, որ այդ ծագում ունեցող օրթոդոքս հայերին ասել են ծաթ հայերի, ինչորս Վրաստանում կա, ծաթի են ասում, եւ Ալաբերդու կողմերի հունատավան հայերին։ Ես արագացնեմ, այս կապակցությամբ Իսկակովի հետ երեք քննարկումներ եղավ, այս մարդը մեզ օգնեց Գյուրջիևին եւ բոլորին ճշտելու Գյուրջիևի ծննդյան թիվը։ Շատ կարևոր է, որ տեսեք Դեմյան Աբրամովի Որշ չէ, միախտիզնակով
խնդրում եմ եկեք չշփոթել բորշ ճաշի հետ։ Այսինքն այս մարդը չսանված է մայրը փոքրուց ուրեմն ես սովորեցել բորշ ուտել, որ այս անունը տրվեր։ Չէ, ես այդ բացատրությունը կա, խնդրում եմ համբերեք։ Այդ տեսեք, այստեղ շատ կարևոր փաստաթուղթ կա։ Նա եկել է 1888 թվականին այստեղ ես պատական հարցը չտվեցի թե Կարսի որ եկեղեցում է Գյուրջիևը մանկական խոր գնացել։ Տեսեք համեմատում ենք մի անգամից բաները, սա արխիվային փաստաթուղթը, որ ավարտություն է 89 թվականին արդեն Դեմյան Ամրոսովիչ Բորշը համարյա ուրեմն 89 թվականին 70 տարեկան էր։ Սա շատ կարևոր է ասեմ, եթե թույլ տաք։ Եվ այդ ժամանակ Գյուրջիև ինքը քրքի մեջ ասում է, թե բնական է գնացել է հոգևոր սեմինարյան, եկել է 10 համարյա 12 տարեկան երեխա։ Հիմա տեսեք համեմատեք, եթե այս փաստով, որ գրքում համապատասխանը վերջացումն է, ես սա մեգրվում ասեմ, որ եթե ծնվել է Գյուրջիևը 88 թվականին, ասենք թե 1866 թվականին, չէր կարող լինել 1866 թվականին ծնվածներ եւ Բորշի հետ հանդիման ժամանակ ավելի լիներ 23 տարեկան, այսինքն 1889 թվականին։ Նույնը չէր կարող լինել, եթե ինքը ծնված լիներ 1872 թվականին, այսինքն լիներ 17 տարեկան։ Ամենաճիշտը իսկապես արխիվային փաստաթղթերի համեմատության հետ միասին գալիս է, որ Գյուրջիևը 12 տարեկանում 1877 թվական կամ մետրիկայի 78։ Ուրեմն դες Ալեքսանդրապոլն է ինքը ասում է վաղը ես լիարժեք ցույց կտամ, սա հունական եկեղեցին է, որտեղ կառուցված է գմգրդել է միայն ցավոք սրտի այս հուշաքարը մնացել։ Սա Ալեքսանդրապոլն է հին իր մի քանի եկեղեցիներով, այ պատկերացրեք եք մենք վաղը գնալու ենք կարող ենք հաշվել քան եկեղեցի 1 2 3 4 այդ եկեղեցիների հրապարակը պատկերացրեք մի եկեղեցում գյումրեցիները ալեկպոլցիները կառուցել են 4 եկեղեցի որոնցից մեկը չկա հունականը եւ սա էլ հարկելի հարցվեցի Կարսի հունական եկեղեցին է հիմա եթե ցույց տակ տան վերաբերյալ վաղը ցույց կտամ մի փոքրիկ չէ ցույց են տալիս Լավ, իմիջիայլոց ասեմ հadoop ձեզ համար վաղը ես աս լուսանկարները տվեհանել եմ 3 խմբերով մոդարապես կլինեք որովհետեւ ցույց տամ եւ այս շատ հետաքրքիր մի փոքր ասել Շատ շնորհակալություն իմ քացիկով վարը եթե դուք ցույց կտաք Լավ, չէ, հիմա ասեմ տիքշե ուլիցա, վերջացնում եմ, չէ, գոնե թերթեմ, չեմ խոսում, չեմ խուլ համրի պես, տեսեք, նկարները իրենց տունը, սա հայրումայն է, սա հարկելի Իսկակովի պատասխանն է, Ադաշ անունի վերաբերյալ, որը երբեք չի կարող է under the name of another, no, Ադաշը կոմիդասը կամ սա ջուվանտ հայել է պատվանուն, ոչ թե nickname, հասկանում եք, ես որպես հայ ես հասկանում եմ, եւ կխնդրեմ հարցեր ունենալ, վերջացնում եմ, sorry, խանգարում ես։ Հոր գերեզմանն է, հոր գերեզմանի գրած խոսքերը, որ ես 25 տարի առաջ գտել եմ Ալեքսանդրապոլի հին գերեզմանոցում։ Եվ եթե պատիվ ունենամ, վաղը ես կպատմեմ այդ միստիկական պահը ինչպես հնարավոր եղավ։ Վերջացնում եմ, ժամանակը հասկանալի է։ Չէ, թերցել է վերջացնում եմ։ But maybe question. Yes,